Ջրի արտահոսքի հետքերով մասնավոր տուն է, պատվիրատուն նկատել է պլինտուսի խոնավացում, այսինքն դեֆորմացիա է ենթարկվել։ Ջերմատեսիլով ստեղ ջրագծեր չեմ տեսնում, բայց ջերմություններով խոնավությունը, այսինքն ջերմության անկում ստեղ դիտարկում եմ։ Խոնավաչափով նույնպես ներքևը գերխոնավ է, թե այս կողմից, թե հակառակ կողմից մեր մոտ խոնավ է, ընդ որում հակառակ կողմից ավելի խոնավ է, նույնը փայտի մեջ խոնավությունը էլի գերչափի է, ջեռուցման համակարգի մեջ, այսինքն ջեռուցման համակարգից անկում չունենք, ջեռուցման համակարգը հանգիստ կթողենք, սկզբից կստուգենք սառատակ ջրերը։ Ճնշումներ տալով սառատակ ջրից անկում չեմ արձանագրում։ Կոյուղին ստուգելու ժամանակ պարզեցի, էլի կոյուղու գիծ է, այսինքն կոյուղու անկյունը, որ բարձրանում է այստեղ լվացարանի տակ, էլի հետա տեղադրված, սալիկի ու անկյունի արանք ունենք, որտեղից էլ արտահոսում էր ներս, պատճառը կրկին ըստ անձիկ կոչեցյալն է, որը ժամանակի ընթացքում նստում է, ու եթե պատը հերմետիկ չի, լվացանից օգտվելու ժամանակ ինչ-որ չափաբաժին լցվում է պատի մեջ, այսինքն էլի խորհուրդս միանշանակ, որ խողովակաշարը դուրս գա պատից դուրս, այսինքն խողովակը ինքը անգամ եթե անկյունը հետ է ստացվել, լրացուցիչ խողովակով խողովակը դուրս գա, էսթետիկա հետևից մենք եք, սա արդեն որորդ անգամն է, սենց բան եմ հայտնաբերում, այնպես որ խողովակը հանեք դուրս, հակառակ դեպքում սենց խնդիրներ առաջացնում։